Հունիսի 1-ի դրությամբ արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը Հայաստան, պայմանավորված նիտրատներ ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումներ են կատարվել այս տարվա մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ը։ Ընդհանուր առմամբ նմուշառում իրականացվել է 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից։ Ձմերուկի մյուս խմբաքանակների լաբորատոր հետազոտության արդյունքները կհրապարակվեն այս շաբաթվա վերջին։ Ինչու որոշվեց նմուշառում իրականացնել։ Բացի ձմերուկից էլ, որ պտուղ բանջարեղենի խմբաքանակներից է նմուշառում իրականացվում, որ երկրից է ներկրվել ձմերուկը, այս ու այլ հարցերի պատասխաններ ներկայացնում է ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը։ Ներկրվող ձմերուկի խմբաքանակը բավականին մեծ է եղել, նախորդ տարիների հետ համեմատած շատ ավելին, ինչը նաև ռիսկի գործոն է իր մեջ պարունակել, այսինքն սպառումները փաստորեն ավելի շատ դինում, եթե բերում են, եւ իհարկե սեզոնայնությամբ պայմանավորված որոշում է կայացել անպայման բոլոր ներկրվող խմբաքանակներից կատարել նմուշառում եւ տանել լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակված են։ Մյուս մասի արդյունքները կլինեն ամենայն հավանականությամբ մինչև այս շաբաթվա ավարտը եւ հիմնականում ներկրվում է Պարսկաստանից, Իրանից։ Նիտրատները, պեստիցիդները շատ են։ Սա չի նշանակում, որ իրանք վտանգավոր մակարդակի են, ուղղակի նորմայից են բարձր։ Կամ ոչնչացվում է, կամ տնտեսավարողն է որոշում, ինքը կարող է վերադարձնի, շատերը հենց այդպես էլ անում են, եւ կարող ոչնչացնի նույնպես իր ընտրությունն։ Մենք երկիր թույլ չենք տալիս մտնել։